Բարի լույս ժողովուրդ ջան։ Այսօր ճանապարհի մեր մտածումները Աստծուն դիմելու եղանակների մասին։ Լսել եք, չէ՞, երբեմն մարդիկ Աստծուն դիմելիս ասում են Աստված ջան, հա, պատժեմ Աստծո ոտքերը, ավելի վատը կա, մեռնեմ Աստծո զորությանը։ Սրանք արտահայտություններ են, որոնք իրականության մեջ տեղին չեն։ Հələ Աստված ջանը ինչ որտեղ փորձում ես հասկանալ, որովհետև հայի խոսակցականի մեջ է ջան արտահայտությունը, որով ցույց է տալիս դիմացինի, չգիտեմ, կարևոր լինելը, սիրված լինելը, ընդունված լինելը, հարգված լինելը, բայց մեռնեմ Աստծո զորությանը։ Այս արտահայտությունը ընդհանրապես։ Այսինքն մենք ունենք այդ արտահայտությունը, մենք երեխաներին էլ ասում ենք մեռնեմ քեզ, չէ՞։ Եվ այլն։ Ուրեմն Աստծո զորությանը մեռնել պետք չի, որովհետև մեր Տեր Հիսուս Քրիստոս եկավ ապրեցնելու իր զորությամբ։ Եվ ես մտածում եմ, որ եթե Տերը ապրեցնելու է իր զորությամբ, ինչու պիտի ես մեռնեմ։ Ենթագիտակցորեն կամ չգիտեմ, ենթադրաբար կարելի է մտածել, որ դե մեռնեմ Աստծո զորության նշանակում է ես պատրաստ եմ նահատակության հանուն Աստծո զորության։ Դա ուրիշ բան է ինձ համար։ Նահատակության պատրաստակամությունը դա ուրիշ ապրում է։ Ոչ թե Աստծո զորության համար պիտի մեռնեմ, այլ Աստծո զորությամբ ես անգամ նահատակության մեջ պիտի ապրեմ։ Այնպես որ սիրելիներս, ես ինքս երբեմն թույլ եմ տալիս այս սխալը մարդկանց հետ շփվելիս, երբ որ ասում եմ մեռնեմ ջանիդ, հա, իմ երեխեքին եմ ասում, բայց հետո մտածում եմ, որ լավ ընկեր ունեմ ինձ, միշտ ուղում ասում եմ, ասա ապրեմ քեզ համար, ապրեմ քեզնով։ Իսկ դու այնքան լավն ես, որ ես ապրում եմ քեզանով։ Նույնը նաև Աստծո պարագային սիրելիներս, ապրեք Տիրոջով, ապրեք Տիրոջ զորությամբ եւ այդ զորությունը թող հավիտենություն պարգևի բոլորիս։ Բարի լույս ձեզ, լավ եղեք, Աստված օր գցես։